Ստորագրահավաք է կազմակերպվել, որի պահանջն է Էրեբունի Երևան տոնակատարության բյուջեն տրամադրել սահմանամերձ բնակավայրերից որևէ մեկին։ Ինչ է կարծում, պետք է գումարն ուղղել սահմանամերձ գյուղերին, թե մայրաքաղաքային օրը կազմակերպել։ Ես կարծում եմ, որ ոչ միայն այդ բյուջեն, այլ ընդհանրապես բյուջեից այլ հատկացումներ պետք է ուղղել սահմանամերձ գյուղերի ուրեմն հարցերը լուծելու համար։ Մանավանդ այնտեղ սոցիալական հարցերն են կարևոր։ Եվ մարդիկ փախչում են միայն սոցիալական հարցերի պատճառով եւ ոչ թե ինչ-որ արկերի պայթյունից կամ ինչ-որ գնդակներից։ Էրեբունի Երևան տոնակատարությունը եթե անցկացվի հոկտեմբեր ամսին է նախատեսված, կմասնակցեք թե ոչ։ Ես արդեն եւ տարիք սեանսել այդ նման միջոցառումների մասնակցելու համար եւ այսպես ասած տրամադրությունն էլ չկա տոնախմբությունների։ Երկրվիճակը այնպես ինչի որ ես ինչ-որ տոնախմբությունների մասնակցեմ։ Որ այդ բյուջեն տեղափոխվի սահմանամերձ կամ հենց զոհվածների ընտանիքներին ինչ-որ օգնություն լինի։ Ում ասենք բնակարանը վնասվել է, ում կարիքավոր ընտանիքներին, երիտասարդ ընտանիքներին, որ չլքեն նման պահերի գյուղերը։ Ես միանշանակ այն կարծիքին եմ, որ անպայման պետք է նման կարգի միջոցառումների գումարները տրամադրվեն սահմանամերձ գյուղերի եւ պաշտպանության համար եւ ուրեմն սոցիալական վիճակի ապահովման համար եւ առհասարակ իրենց կյանքի բարեկեցիկ վիճակը մի քիչ բարելավելու համար ավելի ճիշտ, որովհետեւ այսօրվա մեր պայմաններում դա մի քիչ կարելի ասել եւ շռայլություն եւ ավելնորդ ծախս, որը միևնույն ժամանակ չի ուրեմն փակում երկրորդ մասը խնդրի։ Ես չեմ ասում առհասարակ տոները վերացնեն, բայց ասենք գումարային ծախսերի տեսակետից որոշակի գոնե 50%-ը թող ուղղվի սահմանամերձ գյուղերին, 50%-ը մի քիչ որոշակի համեստ պայմաններում կատարվի այդ նույն տոնակատարությունը։ Կարևորը սահմանամերձ գյուղերին օգնելն է։ Կարծիքներ կան, որ դրանք միմյանց չեն խանգարում եւ կարելի է եւս տեղ տոնը նշել, դրանով նաեւ ցույց տալ։ Լարված վիճակը քեֆ անելը լավ բան չի։ Հետո իմաստ չկա։ Կարան փոքր ձևով նշեն, համեստ ձևով, բայց ավելի լավ է գումարը նպատակային օգտագործեն։ Ընտանիքում երբ որ մեկը հիվանդ է լինում կամ ինչ-որ կորուստ է լինում, ամբողջ ընտանիքը այսպես միահամուռ տրվում է դրան, նվիրվում է դրան, աջակցում է այդ իր կարիքավոր անդամին։ Ինչպես կարող ենք մենք ուրախանալ, մենք հանգիստ ինչ-որ վայելել, ինչ-որ երևույթներ, երբ որ մեր զավակները մեզ պաշտպանելու համար իրենց կյանքը չեն խնայել, ինչ ուրախության։ Չեմ ասում, թե մենք հենց այս պահին նստած լաց ենք լինում, բայց ինչ համազգային ուրախություն։ Այո, մեր քաղաքն է, ես պաշտում եմ իմ քաղաքը։ Իմ երկիրը պաշտում եմ, այո, բայց ինչ ուրախության մասին է խոսքը։ Այ ասում եմ, զինվորի մայրը տեղը չի գտնում։ Ինչ ուրախության մասին է խոսքը։ Եկեք զինվենք։ Եկեք, չգիտեմ, ամեն կերպ մեր ազգը ամրացնենք, պաշտպանենք, ում ենք զարմացնում այդ ճոխություններով, ում ենք զարմացնում։ Ամեն դեպքում տոնակատարությունը նախատեսված է անցկացնել հոկտեմբեր ամսին, եթե կազմակերպվի, կմասնակցեք։ Կմասնակցեմ դրամահավաքով, սահմանամերձ շրջանների կարիքների եւ իմ երկրի ինչպես ասեմ, պաշտպանվածությունը ավելի մեծացնելու համար, դրամահավաքով միայն։ Սահմանամերձ տարածքը լրիվ այդ թուրքերի սնայպերների բանում է էլի գտնվում։ Ուստի երևի դրանց օգնել է պետք, նույնիսկ մեզ է պետք պատշարել, որ այդ անասունները մեզ չբան չանեն, էլի, այդքան չկրակեն, այդքան զոհեր չլինի, այդքան վախ չլինի, որ մարդիկ չեն կարողանում իրենց բերքը հավաքել։ Ու նրանց օգնել է պետք շատ բնական է։ Ի հաշիվ Էրեբունի Երևան տոնակատարության, որտեղ այսպիսի կարծիքներ կա, որ դրանք մեկը մեկին չեն խանգարում, Երևանի օրը պետք է նշել, ինչպես հարկն է։ Կարելի է մի քիչ ավելի նեղ բաներով նշել սահմաններում, բայց որ նրանց օգնել է պետք, դա միանշանակ իմ կարծիքն է։ Ուրիշ ասելիք չունեմ։ Պետությունը այդ խնդիրները ինքը պետքա ունենար իր օրակարգում, այդ հարցերը չպետքա օգտագործել, ասենք ինչ որ չգիտեմ, ստորագրահավաք կամ ինչ որ առիթներ օգտագործվեր, ինչ որ հատուկ մի խոսքով առիթ են օգտագործելու, որ ինչ որ հարց լուծեն, այդ ճիշտ չի։
Դուք նկատի ունեք, որ ստորագրահավաք չպետք է կազմակերպվեր, որպեսզի պետությունը այդ հարցերի օրակարգում ընդգրկեր։ Իհարկե, պետք է այդ հարցերին լուծում տրվեր անկախ առիթներից։ Իսկ տոնակատարությունը այնուամենայնիվ ըստ ձեզ կազմակերպել, թե դրա բյուջեն ուղղել սահմանամերձ բնակավայրերից որևէ մեկին։ Դե ինչ ասեմ, ասենք իրավիճակից է կախված, եթե այտենց անհրաժեշտություն կա, պետք է արվի։ Խոսքը օրինակ ասում են ծախսել ենք 100 միլիոն, օրինակ ես 100% չեմ ասում, այդ 100 միլիոնից մոտավորապես մի կեսը ավելի դնում են իրանց ջեբը, մնացածը դնում են տոնակատարության վրա։ Իսկ դա ժողովրդին ձեռ չի տալիս։ Տոնակատարությունը հիմի ժողովուրդը ինչի վրա ուրախանա, ժողովուրդը սննկացած վիճակում, ինչի վրա ուրախանա ժողովուրդը, ինչ տոնակատարության մասին է խոսքը գնում։